Այն ձևի մարդը ինքը։ Հասարակ Ստամբուլի ոչ էլիտար թաղամասից փողոցում քարերը դրած դարպաս սարքած ֆուտբոլ խաղացած մարդ, փողոցում ջուր վաճառած, կռիվներ արած, շատ բարձր կրթություն չստացած, լեզուն սովորական այն լեզվով է խոսում ինչպես Ստամբուլի հասարակ մարդիկ եւ ահա այս տիպի կերպարները միայն Էրդողանը չէ, Էրդողանը ոքի ավելի վառ էր 90-ականներին իրենց ուսուցչի Էրբական, իսկ Էրբականը ասացի Էրդողանի ոչ միայն ուսուցիչն էր, այլև կնքահայրն էր, հարսանիքի կավորներ, այսպես ասած։ Նրա խորհրդով առաջարկությամբ մտան տեղական ինքնակառավարման մարմինների համակարգ եւ Էրդողանը առաջադրվեց թաղապետ, հետո Ստամբուլի քաղաքապետ ու ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, որ այսպես քվեարկողների հաշվին այդ այո արվարձանների պահպանողական քվեարկողների հաշվին, որոնք ասում էին մեր Էրդողանը, որովհետև ինքը իրոք իրենցն է, այսինքն Էրդողանը քաղաքապետ էր, բայց այսպես իր խոսքը, շարժու ձևը, պահվածքը սովորական ստամբուլցի ոչ էլիտիստական կերպարին էր բռնում եւ Էրդողանը արդեն դառնալով քաղաքապետ եւ իր պոպուլիզմի շնորհիվ եւ իր հռետորաբանության շնորհիվ կարողացավ եւս մի տաբու կոտրել օրինակ նա այսպես Ստամբուլի որոշ թաղամասերում օրինակ արգելեց սպիրտային խմիչքների վաճառք ասելով որ սա իսլամին դեմ է եւ այլն քաղաքի կենտրոնից հանեց մերկ կիսամերկ արձանները հունական ոճի եւ այլն եւ ասեց ես չեմ ընդունում այս մշակույթը սա հակասում է մեզ եւ ու հասարակությունը նրան պաշտպանում էր հասարակության լայն շերտը եւ վերջի դրվագը Էրդողանին ձերբակալեցին 98 թվականին քաղաքապետ Էրդողանին ինքը մի քիչ ծավալուն թեմա է հենց Էրդողանը բայց շատ սեղմ ասեմ նա որպես քաղաքապետ առաջի տարում հաջողության պատմությունները արձանագրեց, այսինքն իրոք լավ որպես քաղաքապետ լավ գործեր արեց, ասֆալտ, շքամուտ, քլիֆտ, ջուր, նման հարցեր, ժողովրդի մեջ սկսեց հեղինակություն վայելել, դրանից հաջորդ լեվելը, ինչպես ասում են, իսլամական հռետորաբանություն բերեց դաշտ, այդ արձանները հանեց, խմիչք արգելեց եւ այլն, դրանից հետո մտավ ավելի բարձր քաղաքական այսպես լիգա սկսեց քաղաքական հայտարարություններ անել եւ ասելով որ ես Ստամբուլի քաղաքապետն եմ որտեղ 10 միլիոնից ավել մարդ ապրում այսինքն մի փոքր պետություն է փոքր ասելով պետություն է այո պետության մեջ եւ Էրդողանը դիրքավորում էր կոնկրետ որպես իսլամի պաշտպան ու 98 թվականին նրան դատապարտեցին մեղադրանքը կրոնական ատելություն սերմանելն էր, բայց պատճառը հետևյալն էր, որ նա ասմունքել էր մի միտինգի ժամանակ պանթյուրքիստ բանաստեղծ Զիա Գյոքալպի բանաստեղծությունից մի քառյակ, որը ասում էր հետևյալ կերպ մսկիթները մեր զորանոցներն են, մսկիթների գմբեթները մեր սաղավարտներն են, մինարեթները աշտարակներ կողքի մեր նիզակներն են, իսկ հավատացյալները մեր զինվորներն են։ Սա որակվեց որպես կրոնական ատելություն եւ այլն, ու Էրդողանին մեղադրանք ներկայացվեց։ Էրդողանը ոչ միայն չընդունեց իր մեղքը, այլև դատարանում էլ վերահաստատեց։ Եվ երբ որ նրան արդեն տանում էին բանտ, այդ կադրերը կան շատ հետաքրքիր։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցի պաշտպանություն Էրդողանի եւ նրան ուղեկցում էին բանտ։ Բանտի մուտքի մոտ, դարպասների մոտ նա կանգնեց, կրկին այդ բանաստեղծությունը ասմունքեց ու մտավ բանտ։ Եվ բանտում էլ շատ այսպես լավ դիրքավորեց հռչակել էր իրեն թուրքական Նելսոն Մանդելա, ու երբ որ արդեն բանտից դուրս եկավ, Էրդողանը քաղաքական, այո, այսինքն ամենա հավանական տեխնացուներ հայտ ներկայացնելու։ Ուներ քաղաքապետի վարչական կառավարման լավ փորձ, հասարակության մեջ հեղինակություն, սոցհարցումները ասում են, որ հարցվածների օրինակ 30%-ն ասում են մենք քվեարկենք այն կուսակցության, որի անդամ կլինի Էրդողանը։ Եվ նաև բանտով անցածի, այսպես իսլամի համար հալածվածի եւ այլն կերպար ու այդ միֆը ձևավորեց, որ նա ով լինում է Ստամբուլի քաղաքապետ կարող է լինել նաև երկրի ղեկավար։ Գիտեմ, սխալվում եմ թե չէ, ու նաև ինքը լավ ժամանակ
ՀԱԿ-ի հետ համընկավ։ Չկար իրեն համարժեք խարիզմատիկ այլ առաջնորդներ, այնտեղ ինչ-որ գորշ առաջնորդներ էին։ Շատ ճիշտ ես ասում, այդ ժամանակ Թուրքիան, որպեսզի հասկանանք Էրդողանի համար իրոք այդ քաղաքական աստեղային ժամ էր եւ այսպես քաղաքական ֆորտունան իրեն ճպտում էր, ինչու քիչ առաջ ասացի որ Թուրքիայում անընդհատ կառավարություններ էին ձևավորում, փլուզվում էին, նույն մարդը 7 անգամ, 8 անգամ վարչապետ էր եղել տարիներ շարունակ եւ 90-ականների վերջին Թուրքիայի քաղաքական դաշտում թոշակառուներ էին, որոնցից ժողովուրդը իրոք արդեն այսպես հոգնել էր։ Այդ թոշակառուներից մեկը Էրդողանի ուսուցիչն էր, Էրբականն էր, որը բավական մեծ այսպես էլի տարիքով էր եւ առաջարկում էր նույն ճանապարհով գնալ։ Ինչ արեց Էրդողանը, որպեսզի նաեւ հասարակության համար պարզ լինի նրա այսպես քաղաքական ռուսերեն լավ բառկա սխվատկան, հա, sense քաղաքական թռիչք անելու այդ իր հատկանիշ։ Ուրեմն բանտից դուրս գալուց հետո իր ուսուցչին Էրբականին առաջարկեց այլ ճանապարհով գնալ, ավելի ճկուն։ Եվ Էրբականը չհամաձայնվելով տեղի ունեցավ պառակտում, այսինքն իսլամական այդ ուժը, կուսակցությունը կիսվեց երկու մասի։ Էրբականի եւ իր տարեկիցների, այսինքն 60+ պահպանողական թև, Էրդողանի եւ իր տարեկիցների, այսինքն 40-30+ եւ այլն, ավելի բարեփոխականների թև։ Եվ այս բարեփոխականները Էրդողանի գլխավորությամբ ստեղծեցին մի կուսակցություն, որը կոչվեց Արդարություն եւ Զարգացում կուսակցություն։ 2001 թվականին նրանք ստեղծեցին այդ կուսակցությունը, 2002-ին մասնակցեցին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին եւ հասարակության առջեւ ինչ պատկեր էր, ովքեր էին հնացած դեմքեր քաղաքական, տարբեր կուսակցություններ, որոնք արդեն այդ գաղափարախոսությունը կիսամաշված եւ այլն, տարիքով դեմքեր, մեկն էլ Էրդողանի այդ քավորը եւ երիտասարդներ լավ փորձով իրենց նման պահպանողական եւ այլն ոչ էլիտիստական չկտրված հասարակությունից եւ ընտրություններում Էրդողանը ուղղակի ջախջախեց ամբողջ քաղաքական թիմը եւ նաեւ իր ուսուցչին։ Էրդողանը ստացավ 34% ձայն, իր ուսուցիչը 1-2% ձայն։ Այնպես չէ վիրավորում էր իր կնքահորը, բայց գնաց այլ ճանապարհով եւ 2002 թվականից սկսած մինչեւ այսօր Թուրքիայում իշխում է Էրդողանը եւ նրա գլխավորած այդ Արդարություն Զարգացում կուսակցությունը